Այս հաղորդումը նվիրվում է բոլոր այն քաջարի տղաներին եւ աղջիկներին, ովքեր ներդրում էին անբարենպաստ կլիմայի բիզնես միջավայրի դառնության, թթվայնության, հարկային ծանր բեռին հակառակ, սկսել են իրենց գործը եւ հաջողության հասել։ Բիզնեսի անատոմիա, հաղորդում քարից փող քամելու մասին։ Ուրբաթ 16:20, երկուշաբթի 12:20։ Բարև բոլորին, լրատվական ռադիոյի եթերում աշխատանքն է սկսում բիզնեսի անատոմիա հաղորդաշարը։ Այն կվարեմ ես Սաթեն Միքայելյանը։ Սա հաղորդում է ստարտափ ծրագրերի մասին, բիզնես ստարտափների մասին, որոնք նորարար են, հետաքրքիր են, ու այդ համատեքստում այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Հաբետ Մադոյանին, ով Data Motus ընկերության հիմնադիր տնօրենն է, թե ինչով է զբաղվում ընկերությունը, ինչ է առաջարկում, մենք հիմա հաղորդման ընթացքում կպարզենք, ընդհանուր ասեմ, դա բիզնես վերլուծություն է, այսինքն բիզնեսի համար առաջարկում են գործիքներ, հա ճիշտ եմ ասում, բիզնեսը կառավարելու, կայուն այսպես եկամուտ զարգացնելու համար։ Եթե շատ ընդհանուր ձևակերպումը տամ։ Իսկ ավելի մասնավոր խնդրեմ դուք ներկայացրեք ձեր ընկերությունը, փորձենք հասկանալ ինչով եք զբաղվում, ինչով եք օգտակար բիզնեսին։ Ուրեմն մենք զբաղվում ենք մեծ ծավալի ինֆորմացիայի մշակմամբ եւ վերամշակմամբ, մեծ ծավալի ոչ այնքան ինֆորմացիայի, ինչքան տեղեկատվության, տվյալների մշակման եւ վերամշակման, այդ տվյալների միջից մենք դուրս ենք բերում ինչ-որ ուշքի ինֆորմացիա։ Հա, այսինքն ընկերությունը իր գործունեության ընթացքում անընդհատ կուտակում է ինչ-որ ինֆորմացիա իր հաճախորդների մասին, իր գործընկերների մասին, հա, ընդհանրապես շուկայի մասին։ Այդ ամբողջ տեղեկատվությունը, եթե ճիշտ է վերլուծվում ու ճիշտ խնդիրների համար է վերլուծում, ինքը ժամանակի ընթացքում դառնում է ընկերության համար մրցակցային առավելության շատ կարևոր մի հիմք։ Հիմա ամբողջ աշխարհում խոսվում է այդ գաղափարի մասին, որը կոչվում է Big Data Analytics, այսինքն մեծ ծավալի ինֆորմացիայի մշակում, վերամշակում, վերլուծություն։ Դա այս դարում ոնց որ ունի նույն նշանակություն, ինչ որ ասենք 10-15 տարի առաջ ուներ ինտերնետը։ Այսինքն մարդիկ հասկանում են դրա կարևորությունն ու հասկանում են, որ ապագան գնում է այդ ուղղությամբ։ Կառավարվող բիզնեսը։ Կառավարվող բիզնեսը, այո։ Աշխարհն է գնում դրան, հասկանալի է, աշխարհում ընդունված մոդել է, իսկ Հայաստանում որքանով են գործարարները ընկալում, որ դա անհրաժեշտություն է բիզնեսը ճիշտ կառավարելու։ Ճիշտ ասած, մենք էլ էինք ժամանակին ենթադրում, որ նման անհրաժեշտություն հայկական բիզնեսի կողմից առանձնակի չկա, բայց հիմա ինչքան հետաքրքրում ենք, տեսնում ենք, որ հայկական բիզնեսը նույնպես հասկանում է դրա կարիքը։ Այսինքն նա գիտի, որ նա ունի մեծ ծավալի տվյալներ, տեղեկատվություն, որը հավաքելու համար նա առանձնակի մեծ գումար չի ծախսել կամ բան չի արել, դա ուղղակի իր մոտ հավաքվել է։ Մանա հասկանում եմ, որ այդ տվյալների վերլուծության արդյունքում ինքը կարող է շատ ավելի մեծ մրցակցային առավելություններ ստանալ։ Ու տվյալների վերլուծության արդյունքում ոչ միայն ընկերությունը կարողանում է իր շահույթը ավելացնել, այլև առաջ են գալիս տարբեր այլ բիզնեսների գաղափարներ, տարբեր այլ բիզնես մոդելների գաղափարներ կարող են առաջանալ ընկերության մոտ։ Որտեվ եթե այսօր նայենք աշխարհի խոշորագույն մի քանի ընկերություններին, օրինակ Facebook-ին, նայենք Google-ին, նայենք Amazon-ին, դրանք ընկերություններ են, որոնց հիմնական ակտիվը, եթե ոչ միակ ակտիվը, դա այն տեղեկատվությունն են, ինֆորմացիան, որը իրենք ունեն իրենց հաճախորդների մասին։ Որտեվ Amazon-ը ինքը ինչպես աշխատում, դա ուղղակի խանութ չի, որտեղ դուք ինչ-որ բան եք գնում, այլ ամենակարևոր հատկանիշն է, որ եթե դուք ինչ-որ մի բան եք գնել, Amazon-ը կարողանում է ձեզ խորհուրդ տալ մեկ այլ ապրանք, որը մեծ հավանականությամբ դուք կհավանեք։ Իմանալով հանդերձ ձեր նախասիրությունները, ինչպես է նա իմանում ձեր նախասիրությունները, նայում է ձեր պատմությունը, թե դուք մինչև այդ ինչ եք գնել, տեսնում է թե ուրիշ մարդիկ, որոնք նույնատիպ ապրանքներ են առել, ինչ դուք եք առել, նրանց հաջորդ գնումը ինչ է եղել, հա, ու վերլուծելով այդ ամեն ինչը, դրա վրա կիրառելով վիճակագրական որոշակի մեթոդներ, կարողանում ձեզ խորհուրդ տալ մի ապրանք, որը մեծ հավանականությամբ դուք ձեռք կբերեք։ Այսինքն եթե Amazon-ը չունենար այդ ամբողջ ինֆորմացիան կուտակված տարիների ընթացքում, հա, նա երբևէ չէր կարողանա դառնալ այն ընկերությունը, որը կա հիմա։ Նույն ձևի է ունենք Facebook-ին, Facebook-ի ակտիվը որպես այդպեսին միայն նրա հաճախորդների բազան է, ու այն ինչ ինքը գիտի իր հաճախորդների մասին, ինչ տիպի երաժշտություն է սիրում հաճախորդը, ինչ տիպի ֆիլմեր է սիրում, ինչա լայք արել, ինչ նկար է հավանել, ինչա շեյր արել, ու նա վերջին անշուշտ վաճառում է, քանի որ հաճախորդից, օգտատերից Facebook-ը ոչ մի գումար չի վերցնում իր ծառայության դիմաց։ Նա իր ծառայություններն առաջարկում է գովազդատուներին, հա, նրանց տալով հնարավորություն շատ ճիշտ լավ թիրախավորել հաճախորդներին, ապագա հաճախորդներին։ Ու դա նա կարող է անել միայն այն դեպքում, եթե ունի կուտակած բավականին ինֆորմացիա իր հաճախորդների մասին։ Նույն ձև եթե նայենք Google-ի բիզնես մոդելին, Google-ի բիզնես մոդելը նույնպես հիմնված է միայն ու միայն որոշակի կուտակված տեղեկատվության իման վրա։ Ի վերջո փաստենք, որ ժամանակակից աշխարհում ինֆորմացիան այդ ամենամեծ զենքն է, ամենաուժեղ գործիքն է, որ գոյություն ունի։ Ես կուզեմ նախ բիզնես ոլորտին անցնել, նախ ձեր ընկերությունը ներկայացրեք, ինչքան ժամանակ է գործում եք։ Ընկերությունը ստեղծվել է անցած տարվա հոկտեմբերին։ Մենք 3 ընկերով սկսել ենք աշխատել, սկզբից որպես թիմ ենք եղել, հետո որոշել ենք, որ ժամանակն է, այսպես ասած, ինստիտուցիոնալացնել այս ամեն ինչը, գրանցել ընկերություն ու ընկերությունը հոկտեմբերից աշխատում է, արդեն 3-4 ամիս։ Փաստորեն հաջող մեկնարկ կա։ Մեկնարկը հաջող է, մեր հաճախորդները հիմնականում հիմա դրսից են, բայց մեր սկզբունքն այն է, որ մենք դրսի խնդիրները նայելով, տեսնելով թե դրսի բիզնեսը ինչ խնդիրներով է ապրում, մենք այդ նույն խնդիրների լուծումները, ասենց ասած, կոպիտ ասած, որ փորձարկում ենք դրսում
գործում, մենք կարողանում ենք բերել ու արդեն որպես ծառայություն կարողանում ենք առաջարկել հայկական բիզնեսին։ Այստեղ էլ չէ հիմնականում մեծ պահանջարկ երևի կունենա ընկերությունների հետ, որոնք նախ աշխատում են դրսի հետ, այսինքն այդ փորձը բերում են, տեղացի գործարարներին ամեն դեպքում մի քիչ դժվար է այդ մոդելը, ճիշտ բիզնես մոդելը սովորեցնել։ Կարծում եմ այդ խնդիրը կա։ Իրականում ոնց է պատրաստվում լուծումը գտնել։ Իրականում բիզնեսմենը ունի շատ པարզ հոգեբանություն ու շատ նորմալ է որ նա ունի այդ հոգեբանությունը, կրկնում բիզնեսմեն չի լինի։ Այդ ցանկացած բիզնեսմենը հետաքրքրում է հիմնականում մի բան՝ այդ շահույթի մեծացումն։ Չէ, բայց դրա ճանապարհներն են տարբեր։ Ճանապարհներն, այո, եթե դու կարողանում ես գնալ բիզնեսմենին համոզել, ասել որ գիտես ինչ կա, եթե ես sense ինչ-որ մի հատ բան անեմ քո համար, քո շահութաբերությունը կաչի, ենթադրենք թե 5%-ով, իսկ պատկերացրեք, եթե դա շատ խոշոր բիզնես է, որովհետև մեր ծառայությունները մենք կարող ենք առաջարկել միայն խոշոր բիզնեսին, որովհետև միայն խոշոր բիզնեսն ունի մեծ ծավալ ինֆորմացիա կուտակած։ Եթե մենք ասում ենք որ 5%-ով կամ նույնիսկ 1% շահութաբերության փոփոխությունը խոշոր բիզնեսի համար, դա արդեն շատ մեծ հաջողություն է։ Եթե դու կարողանում ես համոզել բիզնեսմենին, դուք հայ բիզնեսմեններին տենց մի աչքով մի նայեք, էլի, որ իրանք չգիտեն աշխարհում ինչ է տեղի ունենում։ Չէ, մեկ աչքով չեմ նայում, պարզապես հայի մենթալիտետն է, գործարար աշխարհում այդ միանշանակ կարող ենք փաստել։ Երկարաժամկետ ռազմավարությունս որպես այդպեսին չի մշակվում, այսինքն շատ արագ շահույթի գաղափարն է դրված։ Մեծ մասով չեմ ուզում ընդհանուր բոլորի համար ասեմ, բայց իսկ արևմտյան մոդելով ի վերջո այն ճիշտ կլասիկ մոդելով դա երկարաժամկետ ներդրումներն են, երկարաժամկետ ռազմավարությունը, հա, միայն այդ փաստը հաշվի առնելով եմ ասում, մի քիչ դժվար կլինի։ Դժվար է, իհարկե, դժվար է, բայց ոնց ասում են, դժվարությունները մեր համար են։ Ասացիք, որ խոշոր բիզնեսի համար է մեծ մասամբ նախատեսված ձեր ծրագիրը, այսինքն հնարավոր չի շուկա մտնելուց առաջ այդ ուսումնասիրությունները պատվիրել այդ վերլուծությունները ինֆորմացիան։ Այսինքն, մինչև շուկա մտնելը սովորաբար այդ բիզնես վերլուծությունը պատվիրում են, չէ՞, այսինքն հասկանալու համար հաճախորդներին, շուկան, մրցակիցներին եւ այլն եւ այլն։ Այդ ծառայությունը փաստորեն ձեզ մոտ չկա, ձեր արդեն կուտակված ինֆորմացիայի վրա ռազմավարության մշակումն է։ Հա, հիմնականում հա, մենք հարցումներով, որպես այդպեսին կարելի է շատ շուկայի ուսումնասիրություններ, որ հարցաթերթ մշակենք, գնանք ինֆորմացիա վայրենք, որտեղ դա էլ ենք անում, բայց նման դեպքում հավաքված ինֆորմացիան ինքը բավականին քիչ է։ Դա մի ոլորտ է, որը բավականին հին ոլորտ է, ու Հայաստանում կան շատ լավ կայացած ընկերություններ, որոնք այդ ամեն ինչով զբաղվում են։ Բայց ընկերություններ, որոնք կզբաղվեն հենց գնալով ընկերության նման ծառայություն առաջարկելով, որ մենք գանք տեսնենք դուք ինչ ինֆորմացիա ունեք, ինչ տվյալներ ունեք, ու ձեր տվյալները փոխակերպենք, դարձնենք իրան ինֆորմացիա, նման ծառայություններ չկան։ Մրցակից չունեք դաշտում։ Չեմ կարող ասել մրցակից ունենք թե չունենք, չէ, ամենանավանկացում մրցակիցներ կունենանք, որտեղ կան Հայաստանում նաև անհատներ որոշակի, որոնք շատ լավ տիրապետում են այդ բոլոր գործիքներին, հա։ Գիտեք ոնց շուկան ինքը այնպեսին է, այնպեսի աճող շուկա է, որ մրցակցության խնդիր որպես այդպեսին չկա։ Այս շուկայում հիմնական պայքարը գնում է կադրերի համար, մասնագետների համար, որտեղ այն բիզնեսը, որը մենք ենք անում, այս բիզնեսում ակտիվ որպես այդպեսին չկա, չկան շենքեր, գործարաններ, հաստոցներ։ Միակ ակտիվը դա մարդու ուղեղն է ու իր ունեցած ինտելեկտուալ հարստությունը։ Այս ոլորտի մասնագետները այսօր նույնիսկ աշխարհում չկան, հա, կանխատեսված է որ միայն Ամերիկայում մոտակա 10 տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, մոտակա 10 տարվա ընթացքում մոտ 2.5 միլիոն նման մասնագետի պակաս է լինելու։ Ոչ թե կարիք է լինել, պակաս է լինել, այսինքն այդքան մասնագետ պետք է լինելու բիզնեսին ու իրանք չեն կարողանալու գտնել։ Սա նշանակում է որ մասնագետի արժեքը հանդեպ բարձրանալու է վերը, սա նշանակում է որ ընկերությունները պետք է փորձեն իրարից մասնագետներ բարձրանան եւ այլն եւ այլն։ Իսկ մրցակցությունը այս ոլորտում չի գնում հաճախորդի համար, մրցակցությունը գնում է ոլորտում կադրերի համար։ Այդ դեպքում դուք որտեղից եք մասնագետներն։ Մենք այս բան մասնագետները մենք ենք, որովհետեւ մենք շատ երկար ժամանակ այս ամեն ինչով զբաղվել ենք, հա, դեռևս ուսանողական տարիներից, երբ որ մենք ասենք ինստիտուտում ինչ որ առարկաներ էինք սովորում, ասենք բացասական տարերով մատրիցների տեսություն էինք սովորում տնտեսագիտական համալսարանում ու այն ժամանակ ոչ մի կերպ չէինք հասկանում սա մեզ ասենք ինչ էլի որտեղ ենք սա այս ամեն ինչը օգտագործելու, բայց հիմա արդեն քանի գնում տեսնում ենք։ Պաստոն ժամանակին շատ ճիշտ մասնագիտություն։ Հա, ժամանակին շատ ճիշտ մասնագիտություն ենք ստացել ու հիմա մենք արդեն սկսում ենք հասկանալ թե մենք այդ մեր ամեն ինչը որտեղ կարանք օգտագործել։ Բացի դրանից մենք հիմա չենք սպասում որ մենք կարող պատրաստի կադրեր ստանանք այս հարցում, մենք կարող գտնենք ինչ որ երիտասարդ մարկանց եկուս ուսանողների ավարտական ինչ որ վիճակներում լինող, որոնք կհամաձայնվեն գան մեր հետ աճեն ու դառնան ոլորտի մասնագետ, որովհետև սա ոլորտի մասնագետը ինքը ինչի է շատ դժվար նման մասնագետ գտնել, որովհետև ինքը պետք է ունենա 3 կարևոր ունակությունների խումբ։ Նախ այդ մասնագետը պետք է շատ լավ հասկանա բիզնեսից, որտեղ այստեղ ամենակարևորը ամենասկզբում պետք է բիզնեսի խնդիրը խնդրը շատ ճիշտ սահմանել, որովհետև եթե դու սխալ խնդրեմ ես լուծում, դու ինչ էլ լուծես, վերջում ոչ մի արդյունք չես ստանալու, այսինքն ճիշտ խնդրի վրա պետք է աշխատել։ Որպեսզի մարդը կարողանա ճիշտ խնդրի վրա աշխատել, մասնագետը պետք է հասկանա թե կառավարումից, թե մարքեթինգից, թե ֆինանսներից, թե աշխատողությունից, ամեն ինչից պետք է մի քիչ գիտելիքներ ունենա, որպեսզի կարողանա գնա բիզնեսմենի հետ նստել ու բիզնեսմենի հետ ասել, ես ինչ կա քո խնդիրը սա է։ Ունիվերսալ մասնագետներ են պետք։ Հա։ Բիզնեսի անատոմիա հաղորդում քարից փող քամելու մասին։ Ուրբաթ 16:20, երկուշաբթի 12:20։
Բարև բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել։ Լրատվական ռադիոյի եթերում շարունակվում է բիզնեսի անատոմիա հաղորդաշարը, սա հաղորդում է բիզնես ստարտափների մասին։ Այն վարում եմ ես Սաթեն Միքայելյանը, այսօր տաղավարում հյուրընկալել ենք շատ հետաքրքիր բիզնես ստարտափի հեղինակ Հաբեթ Մադոյանին, ով Data Motus ընկերության հիմնադիր տնօրենն է։ Մենք խոսում ենք բիզնեսի վերլուծության գործիքների մասին, հենց այդ ծառայությունն է առաջարկում Հաբեթի ընկերությունը։ Հաղորդման առաջին հատվածին կանգ առանք այն փաստի վրա, որ ըստ երևույթի շատ մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ են պետք այդ վերլուծությունը կատարող, բայց կա մասնագետների խնդիր։ Ինչու? Որովհետև առաջարկվող պահանջները շատ են ու բավական բարդ։ Ասում եք, որ այսպես ասած ունիվերսալ մասնագետներ են պետք, որոնք պետք է ունենան 3 հիմնական հմտությունների խումբ։ Առաջինը նշեցինք, դա բիզնեսից գլուխ հանելն էր, բիզնես կառավարումը հասկանալն էր։ Հիմա խնդրեմ երկրորդը ասեք Հաբեթ։ Երկրորդ խումբը մասնագիտական դա է, որ մասնագետը պետքա լինի, մասնագետի կարողությունների երկրորդ խումբն է, որ մասնագետը պետք է լինի ինչ-որ չափով մաթեմատիկոս։ Պետք է կարողանա հասկանա մաթեմատիկական վիճակագրական մեթոդները, որ դեպքում որ խումբն է օգտագործում, որ դեպքում ինչ գործիքներ են օգտագործվում։ Այսինքն սա եւս մի կարևոր մասնագիտական ունակություն, որ այդ մարդը պետք է ունենա։ Երրորդ խումբը նա է, որ նա պետք է միջել հասկանա ծրագրավորումից, որտեղ վերջին հաշվով դու գնում ես, տեսնում ես խնդրեմը, որոշում ես այդ խնդրեմը վիճակագրական ինչ գործիքներով պետք է լուծվի ու դրա հիման վրա ստեղծում ես ինչ-որ որոշակի ծրագրային կոդ, որը հետագայում օգտագործվում է բիզնեսի կողմից այդ խնդիրը լուծելու համար։ Այսինքն դուք պատկերացեք, սա 3 իրարից համարյա կարելի ասել բավականին հեռու ունակություններ են, որոնք մի մարդու մեջ պետք է լինի։ Դե պահանջները համաձայն եմ, այսպես շատ են ու բավական դժվար պահանջներ է, հա, դրված, բայց եթե հաշվի առնես, որ մշտական պահանջարկ կունենաս շուկայում, կարծում կարելի է մտածել երիտասարդներին, կարելի է ուղղությամբ մտածել։ Ես շատ մեծ խորհուրդ կտամ, որովհետև սա իսկապես ապագայի մասնագիտություն է։ Այ խոսում ենք ինֆորմացիայից, դրա հավաքագրումից։ Հաբեթ կնշեք ճանապարհները, ուղիները ինչպես են սովորաբար ընկերությունը այդ ինֆորմացիան հավաքագրում։ Ինչ ուղիներ, ինչ ճանապարհներ կան։ Ձեզ մի հատ լավ օրինակ բերեմ, տվյալների վերլուծության, սա այնքան հայտնի օրինակ է, որ արդեն մարդիկ ասում են միֆա, իրականությունն է, թե ճշմարտությունն է, մի քիչ sense խառն է, հա։ Օրինակը վերաբերվում է նրան, որ ժամանակին անգլիական սուպերմարկետներից մեկը վերլուծում է իր հաճախորդների գնումները։ Այ որ դու գնում եք սուպերմարկետ, ինչ որ բան եք առնում, չէ՞, ձեզ չեք են տալիս, որտեղ գրած է թե դուք ինչ եք առել։ Ասենք դուք առել եք ձու, կաթ, ենթադրենք թե հաց ու առել եք կանաչ սող։ Ենթադրում եմ, որ դուք գնալ եք տուն օմլետ եք սարքելու։ Այսինքն, երբ որ մեկ չեկը կարողանում են նայել, խանութը կարողանում հասկանալ, թե մարդը ինչի հետ ինչ է գնում։ Հիմա պատկերացրեք, եթե կան նման միլիոնավոր չեկեր։ Եթե այդ միլիոնավոր չեկերի ինֆորմացիա միտեղ հավաքվում է, արդեն դուք կարողանում եք հասկանալ, այ եթե մարդը գնել է այս ապրանքը, ինչ որ որոշակի հավանականությամբ, նա պետք է գնի նաև այս ապրանքը, որովհետև մեծ թվով չեկերի մեջ, ֆիսկալ չեկերի մեջ այդ երկու ապրանքները հանդիպում են միասին։ Այսինքն վերջնաշուտ այդ ինֆորմացիան, որ հավաքագրվել է, ինքը չի հավաքագրվել այն նպատակով, որ հետո իրան վերլուծեն ու փորձեն հասկանան, թե ոնց կօգտագործեն։ Դա ուղղակի, երբ որ դուք գնում արեցիք, ինֆորմացիան կուտակվում է, ինչ-որտեղ հավաքվում է։ Սուպերմարկետը վերլուծել էր ու տեսել էր, որ Անգլիայում, երբ որ վաճառվում է գարեջուր, եթե մարդ գնել է գարեջուր, մեծ հավանականությամբ ինքը գնել է նաև երեխայի տակդիր։ Դա իրեն պարզել են։ Առաջին հայացքից իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեցող բան, բայց դրա հիման վրա արդեն իրան կարելի է ինչ-որ որոշակի մերչենդայզինգի մարքեթինգի քայլեր, հա, ասենք, չգիտեմ, գարեջուրը դրել են սրահի մի ծայրում, տակդիրը դրել են մյուս ծայրում, իմանալը որ դե գարեջուրն առել է, հիմա տակդիրն է ման գալու, ընթացքում էլ ինչ-որ որոշակի ապրանքներ կտեսնի, ձեռք կբերի։ Սա data mining-ի big data մեծ ծավալի ինֆորմացիայի վերլուծության ինչ-որ մի օրինակ է, որը ինչով է սա տարբերվում մնացած ամեն ինչից եւ մյուս վերլուծության ձևերից է, վիճակագրական, որ այստեղ չկա հարց ինչու։ Ինչու է դա այդպես պատահում, ինչու է գարեջուր ու տակդիր իրար հետ վաճառում, որտեվ սուպերմարկետին վերջինաշուտ շատ հետաքրքիր չի ինչու է դա վաճառում, կգինի որ դա այդպես է։ Չնայած հետո իրանք պարզել են ինչի է դա այդպես, որտեվ պարզվում է որ անգլիացիներն իրանք շատ են սիրում գարեջուր խմել, հա, բայց քանի որ արդեն տանը երեխա կա, տանտամարտը չի կարողանում գնա իր ընկերների հետ pub գարեջուր խմել, արդեն ստիփած ինքը ընկերներին կանչում է տունը գարեջուր խմել, դրա համար եթե ինքը առել է գարեջուր, ինքը առնում է նաև տակդիր կամ հակառակը, եթե առել է տակդիր, ուրեմն նշանակում է տունը կա երեխա, ընկերները գալու են տունը գարեջուր խմելու։ Հետաքրքիր է։ Այսինքն ինֆորմացիան ինքը կուտակվել է լրիվ այլ նպատակներով, բայց ինքը օգտագործվում է ուրիշ նպատակների համար։ Ու ընկերությունների շատ մեծ թվով ընկերություններ կան, որոնք նման ինֆորմացիա կուտակում են, հա, ասենք օրինակ չգիտեմ, շարժիչներից, որոնք տեղադրվում են մեքենաների վրա, տեղադրվում են ինքնաթիռների վրա, այդ շարժիչների վրա կա հազար ու մի ձևի սենսորներ, հա, որոնցից անընդհատ ինչ որ սիգնալ է գալիս, ինֆորմացիա է կուտակում։ Դա արդեն բիզնես պրոբլեմ չի, բայց ինքը նորից մեծ ծավալի ինֆորմացիայի վերամշակում է։ Այդ սիգնալներն ուղղակի հավաքագրվում է։ Ափսոս կլինի, եթե չօգտագործվի։ Ափսոս կլինի, եթե չօգտագործվի, այո։ Դրա համար հիմա աշխարհում կան բիզնեսներ,
որոնք արդեն իրենց բիզնես մոդելը սկսում են փոխել, ոչ թե աշխատում են իրենց հին բիզնես նպատակներով, բիզնես խնդիրներով, այլ արդեն իրենց կուտակած ինֆորմացիայի հիման վրա։ Ասենք այդ նույն սպառողական ոլորտում կարող են այդ զեղչի քարտերը օրինակ լինել հենց կուտակիչները, հա, ինֆորմացիա։ Իհարկե, ու այդպես էլ կա։ Դրանք ստեղծված են այդ նպատակով, թե հետո։ Չէ, իրանք ստեղծված չեն այդ նպատակով։ Հա, պարզապես գործիք են։ Պարզապես ես ենթադրում եմ, շատ հույս ունեմ, որ նաև հայկական սուպերմարկետի շատերը հենց այդ նպատակով էլ զեղչի քարտերը տալիս են, որտեղ դու զեղչի քարտի դեպքում հստակ գիտես, թե հաճախորդը ինչի հետ ինչ է ձեռք բերում։ Դա շատ մեծ ինֆորմացիա է, որը սուպերմարկետը կարող է օգտագործել իր համար, ենթադրենք թե հասկանալու համար, թե օրինակ ինչ որ ակցիա անել է, ապրանքը դնել է ապրանքի հետ միասին, փաթեթավորել ու վաճառել միասին, կամ կարող է ասենք նույն սուպերմարկետը այդ ինֆորմացիան վերլուծել ու արդյունքները վաճառի արդեն դիստրիբյուտորի վրա։ Այ իր մոտ բիզնես մոդելի փոփոխություն է տեղի ունենում։ Ինքը արդեն կարող է դիստրիբյուտորին շատ լավ տեղեկատվություն տա նրա մասին, թե իր ապրանքը ոնց է վաճառվում, հա, իր ապրանքի գնորդները ինչ սեգմենտի են պատկանում, հա, ինչ սերի տարիքի, չգիտեմ, կրթական ցենզի մակարդակի, հա։ Այսինքն քո բիզնեսը մեկը մնում է վերջինաշով հաճախորդին ինչ որ բան վաճառելը։ Բայց քանի որ դու այդ ինֆորմացիան ունես, դու այդ ինֆորմացիայի հիման վրա կարողանում ես ինչ որ լրացուցիչ եկամուտներ ապահովել։ Մարքեթինգային ռազմավարություն տես ճիշտ կառուցում երևի։ Նաև Այսօր ցանցերից խոսեցինք, այսօր կարծում դա հզոր գործիք է, նաև Հայաստանում շատ մեծ կիրառում ունի, հա, սոցցանցերը որպես էլի ինֆորմացիոն գործիք ծառայեցնելուն։ Արդյոք մեզ մոտ գործարարները կամ այդպես խոշոր բիզնեսը դա արդյունավետ օգտագործում է հնարավորությունը։ Կարծում եմ արդյունավետ չի օգտագործում ու միգուցե նաև դա շատ արդյունավետ օգտագործելու տեղ էլ չկա, որովհետև մեր այս վիճակագրական մեթոդները, մաթեմատիկական մեթոդները, որ ես ասում եմ, սրանց որոշ մասը այդ ամենաարդյունավետ մեթոդները իրենք կիրառելի են մենակ այն դեպքում, երբ որ կա մեծ ծավալի ինֆորմացիա։ Երբ որ ասում եմ մեծ ծավալ, ես նկատի ունեմ իսկապես մեծ, ասենք ինչ որ ծավալի ինֆորմացիա, որը դուք չեք պատկերացնում։ Ասենք հայաստանյան փոքր շուկան այդ մեծը ինչքան կարող է, ինչ կարող է։ Հիմա հայաստանյան փոքր շուկայում, եթե մենք նայենք հայկական սոցցանցերին, կարծում եմ, որ մենք դեռևս այնտեղ չունենք այդքան ծավալի ինֆորմացիա կուտակված, որը վերլուծել, ինչ որ կոնկրետ մի ընկերության համար վերլուծելը կարող է շատ շահավետ լինել։ Իսկ այդ մեծ ասվածը ինչ է ընդհանրում։ Մեծը շատ հետաքրքիր է, ես էլ եմ ինձ միշտ այդ հարցը տվել, ինչքան մեծ պետք է լինի ինֆորմացիան, որպեսզի մենք իրան համարենք մեծ, ու իմ սահմանումը մի քիչ սենց է, որ տվյալների բազան համարվում է մեծ, եթե դու իրան չես կարողանում վերլուծել քո համակարգչի միջոցով։ Այսինքն քո համակարգչի հնարավորությունները չի բավարարում, որպեսզի դու այդ ինֆորմացիան վերլուծես, հա։ Ես փորձ եմ ունեցել, երբ որ մի հատ ընդհանրապես մատրիցի փոխակերպման օպերացիա պետք է համակարգիչը կատարել, ու ես երեկոյան իրան սխմում էի, հրամանը տալիս էի, առավոտը գնում էի աշխատանքի, մի ասում էի համակարգի դեռևս վերլուծությունն անում էր, ու այդպես է մինչև որ չկարողացա, մենք իրան ստիպված cloud բարձրացրեցինք, հա, Amazon-ի սերվերների միջոցով արեցինք, այսինքն մեծը դա է, որ տերաբայթները ոչ թե տեսականորեն, այլ նաև գործնականորեն։ Ինքը գործնական է, հա, որովհետև տեսականորեն մի քիչ դժվար է ասել, քանի տերաբայթ ինֆորմացիա պետք է լինի, որ մենք իրան համարենք մեծ, հա, բայց մոտավորապես սահմանումը այսպեսին է։ Իմ համար, իմ սահմանումը սենց է։ Օնլայն հարցաշարերը նաև սոցցանցերից բացի դրանք էլ արդյոք արդյունավետ գործիքներ են, որովհետև շատ վերջին շրջանում տարածում ունեն։ Հա, իհարկե իրանք արդյունավետ գործիքներ են, ուղղակի մենք չգիտենք հարցաշարերն ինչպես են մշակվում, ոնց եմ եթե հարցաշարերը մշակվում են ճիշտ մասնագետների կողմից ու ենթադրում եմ որ կարող նաև այդպես էլ կա, հա, այսինքն նախորոք որոշված է թե դու ինչ ես ուզում ստուգել, հա, եւ այդ հարցաշարը մշակում ես, դնում ես ինտերնետում ինֆորմացիա ես հավաքում։ Դա բավականին արդյունավետ տարբերակ է, բայց հասկանում եք, այդ մեթոդը մի քիչ տարբերվում է, այդ գործը մի քիչ տարբերվում է այն գործից, ինչ որ մենք ենք անում, որտեղ երբ որ դու ասես ինչպես ասացի հարցաշարով ես գնում, էական չի օնլայն կլինի, օֆլայն կլինի, եթե դու հարցաշարով ես գնում, նախորոք գիտես դու ինչ ես փնտրում։ Իսկ մեր դեպքում, մեր big data վերլուծության data mining-ի դեպքում դու կարող ես մտնես, մեծ ծավալի ինֆորմացիան տեսնես, մտնես, դու չգիտես, չես պատկերացնում ինչ ես փնտրում, ինչը չգտնես։ Այսինքն գործարարը ձեզ դիմում է ոչ միայն սեփական ուժերով խնդիր հայտնաբերելու դեպքում, այլ դիմում է որպեսզի հայտնաբերվի խնդիր։ Հա, թեկուզ, ասենք գործարարը կարող է գա ասել, գիտեք, ինքա ես 3 տարվա ընթացքում այսքան մեծ ինֆորմացիա եմ կուտակել, եկեք տեսնենք ինչ կարող ենք այդ ինֆորմացիայի հետ անել։ Ու դա հայկական մենթալիտետի խնդիր չի, դա ամբողջ աշխարհում է այդպես։ Մարդիկ ունեն մեծ ծավալի ինֆորմացիա, որտեղ չգիտեն ինչ անեն այդ ինֆորմացիայի հետ։ Նորմալ է։ Նախորոք սահմանված, եթե դու նախորոք սահմանված հիպոթեզով ես մտնում, սկսում փնտրել, հա, դու կարող ես ինչ-որ հետաքրքիր բաներ լինի, որոնք չնկատես, որովհետև ես կարող եմ վստահեցնել, որ այդ սուպերմարկետի օրինակով ոչ մեկ այնտեղ չէր փորձում հասկանալ։ Ի սկզբանե ոչ մեկին չէին ասել, մեկը գնաս տեսնես, ընդհանրապես եթե տակդիր է վաճառում, իր այդ գարեջուր վաճառում, թե չէ, հա, մարդիկ դա ուղղակի պատահական են տեսել։ Բայց եթե դու նախորոք քո հիպոթեզով գնում ես, դու կարող շատ հետաքրքիր բաներ ուղղակի քո աչքից դուրս մնան։ Այսինքն մենք գործարարից sense ենք աշխատում, մենք սկզբից գնում ենք, փորձում ենք իր բիզնեսը հասկանալ։
Փորձում ենք տեսնել խնդիրը ինչումն է։ Ասենք եթե իր մոտ շահութաբերության պակաս կա ենթադրենք, թե խնդիրը կարող է լինի, օրինակ, չգիտեմ, ասենք իր մարքեթինգային քաղաքականությունը օրինակ արդյունավետ չի։ Կամ կարող է խնդիրը լինի նա, որ նրա հաճախորդները շատ հաճախ են իրենից թողնում գնում։ Այո, որ դու խնդիրը լոյալության խնդիր ունեն։ Դու կարող ես խնդիրը այդտեղ ձևակերպել, սկսել տվյալների բազան փորփրել, փորձել կապեր գտնել այնտեղ, ոչ թե նախորոք ասել, որ գիտես ինչ կա, այլ մարդու տարիքը ազդում է, այն փաստի վրա ինքը կմնա ձեզ հաճախորդ, թե չէ։ Մի հատ կարող ենք այդ հիպոթեզը ստուգել։ Եթե դու այդ հիպոթեզով ես մտնում, դա ուրիշ ուղղություն է։ Եթե դու մտնում ես ասում ես մա տեսնեմ ընդհանրապես ինչն է ազդում մարդու լոյալության վրա, այդ դեպքում դու կարող ես շատ հետաքրքիր ինչ-որ sense կապեր գտնես ու պարզվի, որ ասենք էլի իրական օրինակ են բերում, որ մարդու մեքենայի գույնը շատ կարևոր որոշիչ է նրան, թե ինքը կարողանա իր վարկը ժամանակին փակել, թե չէ։ Մեքենայի գույնը։ Ասենք այդ կապը գտնվում ոչ մի չի հարցնում, չեմ փորձում տեսականորեն իրան հիմնավորել, ինչ կապ ունի մեքենայի գույնը, որտեղ էական չի, եթե փաստն է նա, որ մեքենայի գույնը ազդում է, դրա համար դու նայում ես, տեսնում ես, եթե մեքենայի գույնը կանաչ է, ուրեմն հավանականությունը ասենք 3%-ով ավելի բարձր է, հավաբար իրան պետք է մի քիչ այլ պայմաններով վարկ տալ։ Այսինքն դասական վիճակագրական վերլուծության տարբերվում է, այսինքն ասած big data վերլուծությունից դրանով, որ big data-ն ինքը պատճառահետևանքային կապերի տեսական հիմնավորումներ չի փորձում տալ։ Ինքս կապը կա ինձ երիկա։ Ու դրանք մեծ մասով անտրամաբանական են, հա, ոնց հասկացա։ Կարող է նաև անտրամաբանական լինեն։ Նու առաջին հայացքից անտրամաբանական, գուցե պատճառահետևանքային կապը գտնելիս լավ էլ տրամաբանություն գտնվի։ Իրականում այ շուկային ծանոթ եք, ինձ մոտ օրինակ տպավորություն կա, որ դարձել Հայաստանում, հա, թերագնահատվում է այդ մարքեթինգային ռազմավարության նշանակությունը։ Մեծ հաշվով, երբ ֆինանսական խնդիր է լինում, առաջինը հենց այսպես ցրում են մարքեթինգային բաժինը։ Այդպես է թե ոչ, ու ձեր դիտարկումները ինչ են բարձում, արդյոք Հայաստանում այդ բիզնեսի ճիշտ ու կլասիկ մոդելը արդեն իր զարգացումն ունի, հա, ներդրվում է։ Կարծում եմ վաղուց է ներդրված, ճիշտն ասած, ես հայկական բիզնեսի, նամանավանդ խոշոր բիզնեսի մենթալիտետից կամ իր աշխարհայացներից ես երբեք չեմ բողոքել, ժամանակին խորհրդատվական ընկերությունում աշխատում շատերը շփվել եմ, իրենք բոլորն էլ շատ լավ պատկերացում ունեն, որտեղ բիզնեսն ինչպես է Հայաստանում, դրանք բիզնես զարգացել է, մարդիկ ամենասկզբից ունեցել են ինչ-որ ընկերություն, որ ինչ-որ բան ներմուծել, դու շատ են ներմուծել, վաճառել, դու գնացել տեսել են իրենց ներմուծած ապրանքը ոնց է արտադրվում դրսում, որոշել են, որ իրանք պետք է իրենց մոտ արտադրեն, ինչի սկսեն ներմուծել։ Օրինակ բոլոր խոշոր հայկական արտադրողները ժամանակին եղել են ներմուծողներ։ Սկսել են Հայաստանում արտադրել, դու իրանք սկսել են շփվել դրսի իրենց պարտներները, տեսել են, որ այնտեղ կա մարքեթինգ, կա ֆինանսական վերահսկման համակարգ, ու որ դա ամեն ինչ աշխատում է։ Հիմա բիզնեսմենն ինքը ինչքան էլ ուզում է կրթություն չունենա, ինչքան էլ ուզում է քյարթու լինի, sense կոպիտացած, վերջին անշուտ իր նպատակը շահույթի ավելացում։ Ինքը տեսնում է, որ իր գործընկերը Գերմանիան անում է այսիշ բան ու իր շահույթը ավելանում է, ինքը գալիս է Հայաստան, ասում է կարող է ես չգիտեմ մարքեթինգային ռազմավարությունն ինչ է, բայց ես ուզում եմ։ Ու կգնա ինչ-որ մեկին կգտնի, որը հաստատ կգա իր համար մարքեթինգային ռազմավարություն կմշակի։ Եթե բիզնեսմենն արդեն դառել է այդքան բավականին խոշոր, որ ինքը կարողանում է դարձել է խոշոր, շատ խոշոր բիզնեսմեն, հա, ինչքան էլ ուզում ենք խոսենք, չգիտեմ, պրոտեկցիոնիզմի մասին, սրա մասին, դրա մասին, դա արդեն բիզնեսմենի ինչ-որ որոշակի հատկանիշների մասին է խոսում։ Այսինքն ինքը կարողացել է ժամանակի հետ նաև ինքը փոխվել, հա, եթե 90-ականներին ուրիշ մոտեցումա ցուցաբերել, որտեղ այն ժամանակները լրիվ ուրիշ են եղել, եթե ինքը 20 տարի մնացել է բիզնեսում, կարողացել է աճել, նշանակում է ինքը կարողանում է հասկանալ, թե ժամանակը հիմա ինչ է պահանջում։ Հա, խոշոր բիզնեսի հաշվով կարծում այդ խնդիրը շատ դրված չի, ավելի շատ միջին բիզնեսն է։ Մի հարց էլ փորձենք ֆինանսական, հա, հասկանանք արդյոք այդ ծառայությունը, որը այդքան շատ մեծ է գլոբալ, այնքան որ համակարգիչները չեն դիմանում, ինքը դժվար հասանելիների շարքից է ֆինանսական մասով։ Սենց ասեմ, փոքր բիզնեսի համար ինքը դժվար հասանելի է ու իրան պետք էլ չի։ Չէ, դուք աշխատում եք խոշոր։ Խոշորի համար չէ, բավական հասանելի է։ Դժգոհություններ այդ մասով չունեն։ Չէ, դժգոհություններ չունենք, որովհետև մեր աշխատանքը վերջին հաշվով այսպեսին է, էլի, մենք ասում ենք, որ այ մենք այսինչ բանը կանենք, ձեր մոտ այսինչ բանը կլավանա։ Այդ լավանալը մենակ մեզից կախված չի, որովհետև նաև կա ընկերության ներքին process-ներ, ընկերությունն ունի իր ներքին մշակույթը, ներքին քաղաքականությունը, հա, այնտեղ մեկը մեկ ունի, չունի եւ այլն, որ ասենք նորմալ է ու բնական է ցանկացած աշխարհի ցանկացած ընկերության համար։ Կան ինտրիգաներ, որոնք թե հայաստանական ընկերություններում կան, թե ցանկացած միջազգային խոշոր կորպորացիաներում, հա։ Դրանք կարող են խանգարող հանգամանքներ լինեն, որ քո արած պրոյեկտը ինքը բարձրանա վերև, հա, արդյունավետ լինի։ Բայց միևնույն ժամանակ մենք իրենց կարողանում ենք ինչ-որ որոշակի իմաստով երաշխիք տալ, որ մեր արածը ձեր համար ինչ-որ որոշակի արժեք է ներկայացնել։ Ու եթե դու ի սկզբանե կարողացել ես քո արածի արժեքը ճիշտ բացատրես հաճախորդին, դու հետո խնդիր չես ունենալու։ Եթե գնացել ես իրան ասես, ես ինչ կա, ես հիմա այս գործը քո համար կանեմ ու դու շուկայում քո մասնաբաժինը 15%-ով կավելանա, հետո գնացել ես դու էլ այդ մասնաբաժինը հաշվել ես, եկել ասել ես ավելացել է կամ ավելացել է, իսկ ինքը իր ֆինանսական հաշվետվությունները մեծ ամեն ինչը չի զգում, չի տեսնում, հա, դա շատ
կարգված սխալ ճանապարհ է։ Բայց դու կարող ես գնալ իրան բացատրել, ես կարող եմ այս գործ անել, որից հետո դու կիմանաս, թե արդյոք քո հաճախորդի մեքենայի գույնը ազդում է իր լոյալության վրա։ Եթե ինքը քո հետ համաձայնվել է, ինքը քեզ այդ պատվերը տվել է, ուրեմն ինքը հասկացել է այդ գործի արժեքը։ Տեսեք, մեզ մոտ խոշոր բիզնեսից երբ խոսում ենք, էլի չեմ ընդհանրացնում, բայց շատ դեպքերում դա մենաշնորհային բիզնեսն է։ Այդ դեպքում չկա մրցակցության խնդիր։ Ու արդյոք այդ դեպքում այս գործիքն աշխատող է կամ պահանջարկը կա։ Ասենց ասեմ, ձեզ նույնիսկ ամենախոշոր մոնոպոլիստը, որ ունի շուկայում 100% մասնաբաժին, ինքը շատ ուրախ կլինի, թե իր շահութաբերությունը 1%-ով ավելանա, կամ ծախսերը 2%-ով կրճատի, որտեղ չէ՞ դե իր համար եկամուտ։ Ինչքան դու ուզում ես մոնոպոլիստ լինես, քո շուկան սահմանափակ է։ Դե քո ծախսերը շատ են, 100%-ն շուկայի քոնն դու չես կարողանա աճել, քո միակ ճանապարհը ավելի շատ փող աշխատելուց ես կոպիտ ասած, որ շուկան ավելացնելն է, այդ շահույթն ավելացնել, դու շուկան էլ ավելանալու տեղ չկա։ Նույնիսկ մոնոպոլիստին կարելի է շատ լավ ծառայություններ առաջարկել, որը իր համար կարող է բավականին արդյունավետ լինել։ Նայեք, տեղի ունեցել կոպիտ ասած բիզնեսի ինչ որոշակի պարադիգմի փոփոխություն է, ժամանակին բիզնեսը կառավարվել է ինտուիցիայի հիման վրա։ Ասենք Steve Jobs-ը իր iPhone-ը վստահեմ ստեղծել է զուտ իր ինտուիցիայով։ Եթե չեմ սխալվում, ինքը շուկայի վերլուծություն չերել արել է մուտքից հետո։ iPhone-ը ստեղծվել է ինտուիցիայով, բայց արդեն iTunes-ը, ասենք այդ վաճառքի համակարգը, Apple Store-ը, դրանք ամեն ինչ արդեն հիմնված են տվյալների վերլուծության վրա։ Հիմնական առավելությունը դրանում է կայանում, այսինքն հիմա բիզնեսը արդեն չի հիմնվում միայն ինտուիտիվ մտածելակերպի վրա, ոնց որ sense որոշումները այսպես ինչ են արդեն, ոնց որ թե սա լավ ապրանք է երևում, կարող է վաճառվի, կամ ոնց որ սա լավ շուկա է, այստեղ մտնենք, այլ արդեն հիմնված են փաստերի վրա։ Հատկապես որ Steve Jobs-ը միլիոնից մեկն է ծնվում։ Իհարկե, արդեն բիզնեսի կառավարումը շատ ավելի հիմնվում է փաստերի վրա։ Այդ փաստերն արդեն գալիս են այն տեղեկատվության մշակման, տեղեկատվության ինֆորմացիա վերածելու գործընթացի արդյունքում։ Ու երևի դրանք ավելի երաշխավորած են հաջողության մասով։ Դժվար է ասել ավելի երաշխավորված են, թե չէ, որտեղ ստեղ էլ մի քիչ արդեն թե մի քիչ տիպի բիզնեսի մասին են խոսում, եթե ստարտափի մասին են խոսում, ստարտափը շատ ավելի շատ ինտուիտիվ ինչ որ գաղափարների վրա է, որտեղ ստարտափը ինչ-որ մի բան անում, որը նոր է։ Երբ որ ինչ-որ մի բան նոր է, դու իր մասին ոչ մի բան չգիտես։ Բայց այլ արդեն կայացած բիզնեսի համար, երբ որ ինքը ունի շուկայում ինչ-որ ուշքի մասնաբաժին, ունի ապրանք, ունի ինֆորմացիա, ունի տեղեկատվություն, որտեղ դա միայն կայացած բիզնեսն ունի մեծ ծավալի տեղեկատվությունը, իրանց համար արդեն կարևոր է, որ իրանք մի քիչ ինտուիցիայից անցնեն արդեն ավելի ռացիոնալ դաշտ ու աշխատեն որոշումներ ընդունեն հիմնականում հիմնված փաստերի վրա։ Ու աշխատեն մասնագետների հետ։ Իհարկե։ Շատ դեպքերում փորձում են սեփական ռեսուրսները օգտագործելով անեն, պարտադիր չի, որ հիմնադիրը, ասենք, տիրապետի նաև այդ վերլուծության հմտություններին, չէ՞։ Հիմնադիրը ընդհանրապես պարտադիր չի տիրապետի հմտություններին վերցան, բայց հիմնադիրը պետք է հասկանա դրանց կարևորությունը։ Նման պրոյեկտները ընկերությունում հաջողության են հասնում հիմնականում այն դեպքում, երբ որ ընկերության կամ սեփականատերը կամ տնօրենը հասկանում է դրա կարևորությունը ու բոլորին իր աշխատողներին ասում է, որ սա պետք է լինի, որտեղ ցանկացած փոփոխություն միշտ ստանում է ինչ-որ ուշքի դիմադրություն։ Ընկերության ներսում ցանկացած փոփոխություն դիմադրություն է ստանում, որպեսզի դիմադրությունը հնարավոր լինի ինչ-որ ձևի կոտրել, դա պետք է սկոպիտ ասած պետք է վերևից լինի այդ հովանավորչությունը։ Ու ինչքան հովանավորչությունը վերևից է ընկերության ներսում, այնքան պրոյեկտի հաջողությունը շատ ավելի մեծ հավանականություն ունի։ Շատ լավ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, Հաբետ, շատ հետաքրքիր ինֆորմացիա տվեցիք։ Կարծում եմ մեր գործարարները կգնահատեն այս գործիքը, որովհետև ամեն դեպքում ցանկացած բիզնես եկամտաբեր ու շահութաբեր է, եթե նա այն կառավարվող է, դա հեծանիվ չենք հորինում, միանշանակ դա այսպես կլասիկ մոդելն է, հա։ Շնորհակալություն ձեզ հետաքրքիր պրոյեկտի համար։ Ես շատ շնորհակալ։ Հարգելի ռադիոլսողներ, հիշեցնեմ դուք լսում եք Բիզնեսի անատոմիա հաղորդաշարը, տաղավարում այսօր աշխատեց Սաթեն Միքայելյանը, իսկ հյուրս Data Motus ընկերության հիմնադիր տնօրեն Հաբետ Մադոյանն էր։